խոսալու եմ մի հետաքրքիր թեմա, վերնագրել եմ այսպես. Էտելի մչի։ Ուրեմն, գիտեք ինչ եմ նկատել, նկատել եմ շատ անգամ, որ թե եկեղեցում, թե բակում հանդիպել եմ շատ տեղեր, որ մենք անգամ մի երկու օր առաջ ես տունը նկատեցի, որ հորս արև, մորս արև, գիտեք, ունենք մեր հայերի մոտ կա, չէ, մի քիչ, դե չեմ ասում մեր ռուսների մոտ, որտեղ իրանք կլյանյուս, բայց հենց իմինը մեր մեջ եմ ասում, անգամ երկու օր առաջ տանը նստած էինք, թորներս էին եկե, աղջիկս ու տղես, մի բանի մեջ վիճվում էին, այսինքն ոչ թե կռիվական վիճ էր, այս ոնց որ ումը ճիշտը կլինի, այն աշճանի հասցրեց, որ թենգուն ասեց հորս արև, նայեցի ասի ի է, ես խեք ինձ իքցում մեղքի մեջ, գիտեք, ուզում եմ հիշեմ, ես եփ եմ արև ունեցե, կարող է ես գիշերն եմ ծնվել, ասա հորս գիշեր, խեք ասում հորս արև, եկեք Աստվածաշնչյան ծննդոց առաջի գլուխ 16 համարը, և Աստված երկու մեծ լուսատուներ արարեց, մեծ լուսատուն ցերեկվա վրա իշխելու համար, իսկ փոքր լուսատուն գիշերվա վրա իշխելու համար, ստեղծեց նաև աստղերը։ Ուրեմն, սեզ նոր նայում ենք, Աստված ստեղծեց արևն ու լուսինը և աստղերը, չէ, ես այդ հեչ կապ չունեմ, որ ասում են հորս արև, ես հաստատ դրա հետ կապ չունեմ, ժողովուրդ ջան, գիտեք, Աստվածաշնչյան մի հետաքրքիր տեղ կա, 10-րդ պատվիրանը, ասում է ուրիշի ունեցվածքի վրա աշկ մի դիր, հիմա եթե Աստված ստեղծել է այդ, եթե Աստծունն է, չէ, ո՞նց ենք մենք վերագրում մեզի, հորս արևով կամ մորս արևով։ Այս համարը երբ կարդալուց հետո հասկանում ենք, որ հաստատ էդի մերը չի։ Ուրեմն, ժողովուրդ ջան, ես ուզում եմ հասկանանք ուր ցույց այս երթումը։ Գիտեք, այս երթումը եկել է Աբրահամի կողմից, այսինքն ոչ թե Աբրահամի կողմից, Աբրահամին խոստում տալու Աստծու կողմից, երբ որ Աստված խոստում տվեց Աբրահամին, գիտեք, մի հետաքրքիր բան ասում է, որովհետև երբ որ Աստվածը խոստմունքը տվեց Աբրահամին, այն պատճառով, որ ուրիշ ավելի մեծ չուներ, որ նրանով երթում աներ, իր անձով երթում արեց եւ ասեց. այո, օրտելով կորտնեմ քեզ եւ շատացնելով կշատացնեմ քեզ։ Աստված, քանի որ մենք միշտ երթում ենք անում մեզանից ինչ-որ բարձր ինչ-որ մի բանով, քանի որ Աստծուց բարձր չկա, դրա համար Աստված ինքը յանով երթվեց։ Ու հիմա եկել ենք հասել ենք, էսի եկե մտել է մեր մշակույթի, հայկական մշակույթի մեջ, ու հիմա շատ անգամ շատ տներում օգտագործում ենք, չէ։ Գիտեք, հիմա որ ասեք չէ, բայց Աստված գիտի օգտագործում ենք, թե չենք օգտագործում։ Այսինքն եմ ասում, որ չօգտագործենք։ Հիմա եկել հասել է, ինչի համար ենք մարդիկ երթվում։ Մարդիկ երթվում են, որ ինչ-որ մի բան հաստատես, որ քեզի հավատան։ Չէ։ Գիտեք, հիմա Աստված երթված, որ Աբրահամը հավատքը ավելի զորանա։ Աստված դե Աբրահամը ճանաչում էր, ասում Աստված երթում արեց, Աբրահամը դե հալվեց։ Պատկերացնում եք, չէ, հիմա սա եկե մտել է մեր մշակույթի մեջ ու մենք մեր հաստատությունը, որ մեզի հավատան, հիմա թենգոս երթված, որ իրան հավատան, որ իմ աղջիկը իրան հավատա, որ ինքը ճիշտ է ասում, բայց գիտեք, շատ անգամ սուտի համար են երթվում հորս արև, մորս արև, հիմա որին հավատաս։ Գիտեք, ուզում եք սուտը առաջ տանեն, չէ, ուզում են առաջ տանեն, հորս արև, մորս արև ու տենում ես, որ ոչ ընդե է հորս արևը աշխատում, ոչ թե է հորս արևը աշխատում։ Մատթեոս 5-րդ գլուխ 34-37 Հիսուս Քրիստոսի խոսքերն եմ ասում։ Սակայն ես ասում եմ ձեզ, բնավ մի երթվիր,
ոչ երկնքով, քանի որ այն Աստծու գահն է, ոչ երկրով, քանի որ նրա ոտքերի պատվանդանն է, ոչ Երուսաղեմով, որ մեծ թագավորի քաղաքն է, ոչ էլ գլխովդ երթվիր, որովհետև մի մաս անգամ չես կարող սպիտակ կամ սև դարձնել։ Ձեր խոսքը թող լինի այոն այո եւ ոչը ոչ, սրանից ավելը չարից է։ Սրանից ավել, ասում է Հիսուսը, ասում է չարից է։ Ես կարդացի, դուք բոլորդ լսեցիք Հիսուսի խոսքերը։ Ամեն։ Տերը շատ օրհնի։ Օրինակ, արևին լուսին թողնենք։ Գիտեք, երբ որ սկսում ես Տիրոջ հետ քո հարաբերությունը շիտկել, հիշում եք Հեսուն ինչ արեց։ Արևն էլ ենթարկվեց Հեսուին, լուսինն էլ ենթարկվեց Հեսուին։ Հիշում եք այդ պատմությունը։ Հիմա այս Հեսուի մասին չեմ պատմում, հիմա ես պատմում եմ ինչն է մերը, ինչը մերը չի։ Կանդրադառնանք Հեսուին էլ։ Կան իմաստուն մարդիկ, չէ, որ հետները խոսալուց ասում ես հիանում եմ ես մարդու խելքից։ Գիտեք, շատ անգամ նայում ենք ուրիշին, նայում ենք այս մարդը ինչ խելացի է, այս ինչ արեց, ոսես բիզնեսմեն եղավ, այս ինչ արեց, ոսենց հարստություն ունեցավ, չէ, ներողություն, ուրեմն կար մեկը այս երկրի վրա, որ կարար Աստծուց ամեն ինչ խնդրեր, բայց ընդհանրապես ինքը անեց բան խնդրեց, որ Աստվածյան նայելով ասեց, ես քեզ ավելին կտամ։ Հետարքիր է, ինչ խնդրեց, չէ, շատ անգամ մենք որ մտնում ենք մեր ծածուկ սենյակները, ինչ ասես խնդրում ենք, չէ, Աստծուց, ավտո եմ ուզում, տուն եմ ուզում, ես եմ ուզում, փող եմ ուզում, գիտեք, շատ անգամ դրանք երրորդական են, ամենակարևոր բանը, երբ որ Դավիթը արդեն ծեր էր, արդեն պետք է իր թագավորությունը տարի որդուն Սողոմոնին, գիտեք, մի հետարքիր բան եղավ, Սողոմոնը մի հատ ուրիշ բան խնդրեց Աստծուց, գիտեք, Աստծու ժողովրդին առաջնորդելու իմաստություն խնդրեց, երրորդ թագավորած, թագավորած, երրորդ գլուխ 11-ից 14, և Աստված ասաց նրան, որովհետև դու այս բանը խնդրեցի և քեզ համար երկար կյանք չխնդրեցիր, հարստություն չխնդրեցիր քեզ համար և քո թշնամիների հոգիները չխնդրեցիր, այլ արդար դատաստան անելու իմաստություն խնդրեցիր, ահա քո խոսքին համաձայն կանեմ, ես քեզ տալիս եմ իմաստություն և հանճարեղ սիրտ։ Նայեք, Սողոմոնը խնդրեց իմաստություն, որ կարողանա առաջնորդի Աստծո ժողովրդին, շեշտում է, որ առաջնորդեմ քո ժողովրդին, ասում է։ Այնպես, որ քեզանից առաջ քեզ նման չի եղել և քեզանից հետո էլ քեզ նմանը չի լինելու, ասում Աստվածը, այդտենց իմաստություն է տալի։ Ու գիտեք հետո ինչ է տալի։ Նայեք ինչ ասում Տեր Աստվածը։ Քեզ տալիս եմ նաև այն, ինչ դու չես խնդրել, հարստություն, թե փառք, այնպես որ քո կյանքի բոլոր օրերում քեզ նման չի լինելու թագավորների մեջ, և թե հնազանդվես ինձ և իմ կանոններն ու պատվիրաններին հետևես, ինչպես քո հայր Դավիթը հնազանդվեց, ապա ես պիտի երկարացնեմ քո կյանքի օրերը։ Գիտեք, այսօր հպարտանում ենք մենք մեր իմաստությունով, հպարտանում ենք ժողովուրդ ջան, բայց հələ եկեք, ես մի հատ օրինակ հիշացնեմ ձեզի, երբ որ Մովսեսն ու Ահարոնը մտան Եգիպտոս Ֆարավոնից, որ ինքը ազատի Աստծո ժողովրդին, չէ։ Գիտեք, իրանք հրաշքներ էին անում, մոգելնել էին ինչ-որ մի բան մոգոնում, կհիշեք, մոգելնել էին մի բան, էդի Աստծուց էր, չէ, Աստծուց էս կողմից էր։ Իրանք իրանց դրել էին ես իմ ինչերի տեղ, չէ, իմաստունների տեղ էին դրել։ Հիմա ասում է ամբողջ աշխարհի, ամբողջ երկրի իմաստունները
իմաստունները գալիս էին Սողոմոնի մոտ, որ լսեին իրան, իմաստությունն առնեին, որովհետև Աստծո իմաստությունը էսի աշխարհի իմաստությունը չի։ Հիմա Սողոմոնը Աստծուց հարստություն չուզեց, բայց Աստված հարստություն տվեց։ Աստված ասեց քո կյանքը կերկարացնեմ։ Ինքը չէր ուզել կյանքի երկարություն կամ ինչ-որ մի բան։ Ինքը ուզել էր իմաստություն, որ ճիշտ առաջնորդի Աստծո ժողովրդին։ Գիտեք, այնպես հետաքրքիր է, ես YouTube-ում մի քանի վաղ առաջ տեսա մի հատ երեխա, ասեն սպորտսմենները, ամեն մի սպորտսմեն իր հոբին ունի, սենց ասեմ, որ օրինակ մի հատ Մագրեգոր անունով բան կա, ոնց է ասում, MMA են ասում ինչ, այդպես մի հատ սպորտաձև կա, երբ որ ինքը այդ սպորտը հաղթում է, ինքը հելնում է, սենց մի հատ շարժումով եթում է։ Նկատած կլեք, չէ՞։ Գիտեք, եթե ուրիշ անում այդ նույն շարժումը, ասում են Մագրեգորի պես անում։ Գիտեք, չեն ասում իրապես ինքը իրանն է, էդի իրանն է։ Աստված ուզում է, որ մենք ապրենք օրիգինալ, մենք մեր ձևով։ Գիտեք, միշտ նայում ես ուրիշին, սկսում ես, այս ինձանից լավ տուն է սարքել, այս ինձանից լավ ավտո է քշում, ու սկսում արդեն քո սրտիդ մեջ ուրիշ բաներ է տալ։ Ոչ։ Մի նայի ուրիշինը։ Նա ինչ ես դու ուզել Աստծուց։ Գիտես, շատ անգամ մենք Աստծուց պետք է սովորենք ճիշտ բան ուզելը, ճիշտ տեղին ուզելը։ Գիտեք, Աստված գիտի, Աստված եթե իմաստություն ես ուզում, ինքը կյանքն էլ է տալի, հարստությունն էլ է տալի, հանճար սիրտ էլ է տալի, չէ՞։ Գիտեք, հարստությունը, մենք մտածում ենք հարստություն հավատացյալը պետք է հարուստ չլինի, բայց ով ասեց, որ պետք է հավատացյալը հարուստ չլինի։ Գիտեք, մի հարուստ երիտասարդ կար, ասում է վազելով եկավ, երբ որ Հիսուսին տեսավ, ծունգը դրեց եւ ասեց. «Բարի վարդապետ, ինչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։ Հիսուս ասեց. «Ինչու ես ինձ բարի ասում։ Չկա մեկը բարի Աստծուց բացի»։ Գիտեք, մի բան ասեց Հիսուս, ասեց պատվիրանները, գիտես, ասեց մանկուց պահել եմ, 10 ամիս զոհաբերություն տվել եմ, ասեց գնա ունեցվածքը ծախ իմ հետևից արի, խաչը դվեկալ իմ հետևից արի, բայց ինքը արդեն ծնգի երեք է։ Գիտեք, Հիսուս Քրիստոսը ուրիշտեղ, ուրիշ համարի մեջ ասում է, ես եմ բարի հովիվը։ Երիտասարդը ճիշտ անունը տվել էր Տիրոջ։ Ասում էր, չէ, բարի վարդապետ, ինչ անեմ, որ երկնքի հավիտենական կյանքը ժառանգեմ։ Ու գիտեք, երկրորդ բանն էլ էր ճիշտ արել, ծնգի երեք է, ամենակարողի առաջ։ Ամենակարողի առաջ ծնգի երեք է, բայց երբ որ Տերը ասեց գնա ամբողջ հարստությունը վատնի ու բաժանի աղքատներին, խաչը դեկալ իմ հետևից արի։ Գիտեք, շատ անգամ մենք մտածում ենք, բայց քան հարուստ եմ եղել, ո՞ս կարամ ես մի անգամից աղքատանամ։ Կհիշեք, երբ որ Հիսուս Քրիստոսի խաչը, Հիսուս Քրիստոսին, երբ որ խաչից իջացնում էին, ով խնդրեց իր մարմինը։ Կհիշեք, Հովսեփը, չէ՞։ Ինչ ա գրած Հովսեփի մասին։ Ասում է Հովսեփը շատ հարուստ մարդ էր եւ Հիսուսի աշակերտն էր։ Այնքան հարուստ էր, որ ինքը մտավ հենց անձամբ Պիղատոսի մոտ եւ Տիրոջ մարմինը խնդրեց։ Ուրեմն Հիսուսի աշակերտը կարա չէ հարուստ լինի։ Հարուստ էր Հովսեփը, բացի որ հարուստ էր, անուն ուներ, որ իրան Պիղատոսը տվեց։ Գիտեք, երիտասարդը տրտմեց ու գնաց։ Մի որոշում պետք է կայացներ երիտասարդը, որն էր այդ որոշումը։ Հենց որոշում կայացներ։ Որոշում կայացներ, շատ ճիշտ տեղ էր ծնգի եկել, Հիսուսի առաջ մնում էր, որ պահեր միջև վերջ։ Մի բան պետք է ասեր, գիտեք ինչ պետք է ասեր։ Պետք է ասեր, աբա դու ես բարի վարդապետը։
Չէ որ մենք տենում ենք քո գործերը այս երկրի վրա։ Չէ որ մենք տենում ենք հրաշները, մեռելները հարություն են առում, կաղերը քայլում են, քյորերը տենում են։ Չէ որ դու ես էդի։ Չի եղել այս բան։ Չէ որ դու ես էդի։ Քանի որ ինքը եկել, ծնգի է եկել Տիրոջ առաջ, ինքը տենալով Տիրոջ գործերը, տենալով Տիրոջը, տրտմեց։ Գիտեք, ստե շատ հետաքրքիր է, որոշում պետք է կայացնենք որտե է մեր սիրտը։ Տիրոջ մեջ, թե հարստության մեջ։ Ինչի մեջ ենք մենք վազում։ Անգե 2-րդ գլուխ 8-րդ խոսք։ Աստվածն ասում է. «Իմն է արծաթը եւ իմն է ոսկին», ասում է Զորքերի Տերը։ Այդ հարստությունը ինչ անուն։ Եթե Տեր ասում է իմն է արծաթը եւ իմն է ոսկին։ Գիտեք, դիզում ենք, լավ ապրենք, բայց չտարվենք դրանով։ Եկեք Ղուկաս 12-րդ գլուխը նայենք, ինչ ասում։ Մի մարդ է կար, որ ասում էր եւ ասաց, այս կանեմ, իմ շտեմարանները կքանդեմ, ավելի մեծերը կշինեմ, եւ իմ ամբողջ բերքն ու բարիքը այնտեղ կամբարեմ, եւ ինքս ինձ կասեմ, ով մարդ, շատ տարիների համար ամբաված բազուկ բարիքներ ունես, հանգստացիր, կեր, խմի, զվարճացիր, բայց Աստված նրան ասաց, անմիտ, հենց այս գիշեր հոգիդ քեզանից պահանջելու են, ինչ որ պատրաստել ես, ումն է լինելու։ Դուք պատկերացնում եք, տարիներով կառուցես, սարքես, հավաքես, շտեմարաններդ մեծացնես, լցնես, Աստված ասում է, այս գիշեր հոգիդ վերցնելու եմ, ումն է մնալու դրանք։ Երիտասարդներ, ճիշտ ծնգի երեք է, պետք է ասեր Աստված ջան, բայց դու ես բարի հովիվ, ես ուզում եմ քեզ հետևեմ։ Գիտես, եկել է հավիտենական Աստծո առաջ ծնգի է եկել, ասում ուզում եմ հավիտենական կյանքը ժառանգեմ, հավիտենական կյանքը դեմդ կանգնած է։ Հիսուսն ասում է ես եմ կյանքը։ Հավիտենական կյանքը դեմը կանգնած է, ինքը ուզում է հավիտենական կյանք ժառանգի։ Ինքը պետք է Հիսուսի փեշից վրելու է թար։ Հիսուսը չէր ասի հարստությունը ծախի, ինքը պետք է ասեր, հələ գնա մի հատ էսի մորթի բեր, հələ մի հատ գնա այնի մորթի բեր։ Այս աղքատներին կերակրենք, այն աղքատներին կերակրենք։ Կարելի է, չէ՞ դες բան։ Սողոմոնը մի հետաքրքիր բան ասում, չնայելով Սողոմոնի կյանքը, վերջում ինքը ինչ ասեց, ինչ արեց։ Գիտենք վերջի ապաշխարած խոսքերը, ես հիմա Սողոմոնի փրկության մասին չեմ խոսում, ես խոսում եմ մեր որոշման մասին, ժողովուրդ ջան։ Սողոմոնը ասեց արեգակի տակ ամեն բան ունայն է։ Սողոմոնը ասեց ամեն բան ունայն է արեգակի տակ, ամենահարուստ մարկանցից մեկն է եղել։ Աշխատավարձ օրավարձով է եղել, շատ մեծ։ Կարդացինք ինքը իմաստություն խնդրեց, Աստծո տված հարստությունը գիտեք որն է։ Չես կարող հաշվես։ Աստծո տված հարստությունը չես կարող հաշվես, այսքան հարստություն էր տվել, որ աշխարհի ասում է բոլոր երկրի բոլոր իմաստունները գալիս էին տենային Սողոմոնին։ Տենային էսի չա կատարվում։ Իա խոսքերն որ ասում արեգակի տակ բոլոր եղածը ունայն է։ Ինչի համար ունայն։ Եթե որոշում չկայացնես Հիսուսի հետ մնալու, ամեն բանը ունայն է։ Գիտեք, Աստված երբ որ ծառերը ստեղծում էր, Աստված նայեց հողին եւ ասեց թող պտղատու ծառեր լինեն։ Լավ է պտղատու ծառերը, չէ՞։ Բերքա, բարիքա, օգտվում ենք բոլորս։ Ադամն էր, որ այդ բերքը չպետք է մի բերքից ուտեր։ Դրա համար հիմա քարոզում ենք դրա մասին, ժողովուրդ ջան։ Գիտեք, երբ որ Աստված մարդուն պիտի ստեղծեր, նա նայեց իրեն։ Աստված նայեց ինքը իրան, ասեց մեր պատկերով մարդ ստեղծենք։ Ծննդոց առաջի գլուխ 26-ից 27 համարները։ Եվ Աստված ասաց, մեր պատկերով ու մեր նմանությամբ մարդ արարենք, որպեսզի իշխի ծովի ձկների
երկնքի թռչունների, անասունների ու ամբողջ երկրի վրա եւ երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա։ Եվ Աստված ստեղծեց մարդը իր պատկերով, Աստծո պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրան։ 27 համարի մեջ երկու անգամ ասում է իր պատկերով, շեշտադրում է, որ Աստծո պատկերով ստեղծված։ Գիտեք, այն պատկերը, որ կրում ենք մենք բոլորս, դա մերը չի, դա Աստծո պատկերն է։ Աստված որոշեց, որ մարդուն ստեղծի իրա պատկերով, իրա ուզածի պես, ինչպես, օրինակ, արու և էգ, գիտեք, ստեղ ուրիշ բան գրած չի, բայց մարդիկ գալիս են մի որոշման, որոշում են, որ իրանց սերը փոխեն։ Գիտեք, էսի Աստծո որոշումն է, ով տղա է, ով աղջիկ։ Էսի Աստված է տենց որոշ է, բայց մարդիկ որոշում են, որ պետք է բժշկական մեթոդների միջոցով իրանց սերը փոխեն։ Սիրելիներս, պետք չի մտնել անեծքի տակ, դա անեծք է։ Աստված մեզի ստեղծել է իր պատկերով, Աստված մեզի ստեղծել է արու եւ էգ։ Գիտեք, ես ուզում եմ աղբերներին ասեմ, մենք բոլոր աղբերներով այն խոսքը հիշենք, երբ որ այն ամուսնացածներին եմ ասում, այն խոսքը հիշենք, երբ որ տվել ենք խոստում, որոշել ենք, որ եկեղեցում ասել ենք Տեր ենք։ Եվ քուրիկներին էլ կխնդրեմ, որ պահեն այդ որոշումը, որ որոշում են կայացրել, լինեն հնազանդ։ Գիտեք, Աստված ստեղծեց արու եւ էգ։ Տեր ու հնազանդ։ Գիտեք, հնազանդ բառը ես չեմ ասում, այսօր աղբերներն էլ են հնազանդ Աստծո խոսքին։ Ես էսի ուրիշ հնազանդության մասին եմ ասում։ Էսի այն որոշումն է, որ եթե Աստված տղամարդուն ստեղծել է տան գլուխ, ուրեմն ինքը մնա գլուխը։ Սերջ փոխի։ Եթե կինը ստեղծվել է որպես օգնական տղամարդու, ինքը մնա որպես օգնական, հնազանդ որպես օգնական, սերջ փոխի։ Այսօր ամբողջ աշխարհը բերում է այդ թեզը։ Մի քանի ժամանակ առաջ ես տեսա Նյու Յորքում, շատ անգամ ենք մեր տնային խմբակում խոսում այդ թեմայի շուրջ, գիտեք, հավաքվել էին այս համասեռամոլները ու անգլերեն մի թարգման, անգլերեն էին իրանք խոսում, բայց թարգմանության մեջ, այսպես թարգմանություններ, մենք գալիս ենք ձեր երեխաների հետևից, որտեղ է որ լինեն, մենք գալիս ենք ձեր երեխաների հետևից, դպրոցներում, մանկապարտեզներում, հայատներում, որտեղ որ կլինեն, իրանց ծառայությունը այդ է, դրա համար այսօր եկեղեցին շատ աղոթքի կարիք ունի, պաշտպանության, որ մեր երեխաները պաշտպանված լինեն։ Ծննդոց երկրորդ գլուխ 7-րդ համար Տեր Աստված մարդուն ձևավորեց հողու փոշուց եւ նրա ռունգերի մեջ կենդանության շուրջ փչեց եւ մարդը կենդանի հոգի դարավ։ Մարդը ստեղծեց իր պատկերով, այդ պատկերը մերը չի։ Մարդը Աստված մարդուն ստեղծեց եւ ասում է ռնգորանց մեջից շունչ փչեց։ Այդ շունչն էլ մերը չի։ Չէ որ Աստված փչեց, մեջի շունչ, ասում է կենդանի հոգի դարանք։ Գիտեք, չգիտեմ, կարող լսացել լինեք այն համաճարակ հիվանդությունը, որ կար ամբողջ աշխարհով, հիվանդանոցում, Եվրոպայում հիվանդանոցներից մեկում բժիշկները մի պապիի համար պայքարում են, որ կյանքը փրկեն։ Գիտեք, մի հետաքրքիր բան կատարվավ։ Երբ որ մոտիկացան այս պապիկին ասին,
որ մենք չենք կարող մեր ուժերից վերը, մենակ մի բան կարող ենք անել, երբ որ ձեզի արհեստական շնչառություն միացնենք, բայց այդ արհեստական շնչառությունը արժի 5000 եվրո։ Այդ ապարատուրան արժի 5000 եվրո։ Գիտեք, մի պահ այս պապին եկավ նայեց այս բժիշկներին ու սկսավ լացելը։ Բժիշկները ասում են, ինչու եք լացում։ Մի լացեք։ Այս պապիկը ֆրաց ու ասեց, գիտեք, ես չեմ լացում, որ այդ սարքը արժի 5000 եվրո, որ ես պետք է դրա միջոցով ինձ շունչ տաք։ Ես լացում եմ նրա համար, որ 93 տարի ապրում եմ այս աշխարհի վրա ու շնչում եմ Աստծո շունչը ու մեկ անգամ շնորհակալություն չեմ հայտնի Աստծուն։ Դուք պատկերացնում եք, գիտեք, sense որ ես լսեցի այս պատմությունը ու անցավ մի որոշ ժամանակ մեր տանը մի հատ դեպք պատահեց, իմ քերիս մահացավ ու գիտեք, միջև մահանալը ինքը երբ որ կոմայի մեջ էր, իր անգերները, իր բժիշկների անգերներին ասել էին, որ կա մի ապարատ Գերմանիայում, որ պետք է այդ ապարատը բերեք, ինքը այդ ապարատով ապրի։ Մի որոշ ժամանակ միացնենք ու հետո մենք հետաքրքրվանք ինչ արժի, ոնց պետք է անենք, դե անգերները փառք Աստծո կարող էին այդ իրենց հնարավորությունը ներում էր, որ կարային բերեին դրանք։ Հետո ես որ հարցրեցի, ասի, բա ինչ արժի էդի, ասին 5000 օրեկան։ Գիտեք, Գերմանիայից բերեցին այդ սարքը, քերուս միացրեցին, բայց 3 օր ապրեց, 3 օր հետո ինքը մահացավ։ Ինչ եմ ուզում ասեմ, այն շունչը, որ ունենք, այդ շնչի համար պետք է շնորհակալություն հայտնենք Աստծուն, որովհետև դա մերը չի, դա Աստված մեր ռանգորամեջից փչեց մեր մեջ, որ մենք այսօր կենդանի հոգի ունենանք։ Գիտեք, Աստվածաշնչան ևս մի տեղ էլ կա, որ Հիսուսը փչեց։ Գիտեք, ստե Աստված, երբ որ փչում է մարդու ներսին շունչ ադալի, Հովանեսի 20-րդ գլխում մի հետարքի տեղ կա, 21 համար ասում է, Հիսուսը դարձյալ ասաց նրանց, խաղաղություն ձեզ, ինչպես իմ հայրը ինձ ուղարկեց, այնպես էլ ես եմ ձեզ ուղարկում։ Այս ասելուց հետո նրանց վրա փչեց ու ասաց, առեք Սուրբ Հոգին։ Այն Սուրբ Հոգին, որ մեր մեջ բնակվում է, դա Աստծո հոգին է։ Դա էլ Աստծուն է։ Աստծո պատկերն է, Աստծո շունչն է։ Աստծո հոգին է, որ իրանն է, մերը չի։ Ես գիտեմ, որ մենք բոլորս դծված ենք Սուրբ Հոգով։ Մի քիչ ավել, մի քիչ պակաս, մի քիչ շատ ենք տալի Սուրբ Հոգուն, մի քիչ ենք տալի տեղ։ Գիտեք, երբ որ նայում ենք մենք մեզի հայլու մեջ, ասում ես, ինչ լավն եմ ես, չէ, դու քեզ ես տենում, բայց մեկ է, որ հիշում ես Աստծո պատկերն է, մեկ է, մի հատ խորը շունչ ես քաշում, Հայլին Գոլոշյանում է, ասում ես, այս շունչն էլ էր Աստծուն է, չէ, հիշում ես այս բաներ, ասում ես, արի մի հատ փառք տամ Աստծուն, արի մի հատ շնորհակալություն ասեմ, եկեք մի հատ շնորհակալություն ասենք Աստծուն, այն շնչի պատկերի համար։ Գիտեք, երբ որ նայում ենք մեր մարմիններին, նայում ենք մեր կառուցվածքին, ասում ենք, ինչ լավն ենք մենք։ Աստված ինչ լավ բան աստեղծել, չէ, ինձ աստեղծել, իր գործերի, իր պլանների համար։ Առաջի Կորինթացիների 6-րդ գլուխ 19-րդ համարը։ Ասում է, կամ չգիտեք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է եւ որ Աստծուց ունենք։ Ասում է, և դուք էլ ձերը չեք։ Ասում է, և դուք էլ ձերը չեք, մենք մերը չենք։ Ոչ պատկերն է մերը, ոչ շունչն է մերը, ոչ հոգին է մերը, ոչ Սուրբ Հոգին է մերը, ոչ մեր մարմինն է մերը,
ասում է դուք էլ ձերը չեք։ Էդ էլ մերը չի։ Ինչներից վրա ենք ուրախանում։ Ինչներից վրա ենք ուրախանում, ժողովուրդ ջան։ Եթե այս բոլոր բաները հանենք, ինչ որ Աստված կազմել է, մարդը գիտեք ինչ կմնա, հող ու փոշի, ինչից որ ստեղծել է, հələ դուք պատկերացրեցիք, չէ, էսի հանի, էնի հանի, դուք էլ ձերը չեք, էս էլ հանի, մնում ենք հող ու փոշի, ինչից որ ստեղծվել ենք, ինչից որ Աստված արել, ասում է անձև էր, Աստված ձև տվեց մարդուն, հիշում եք չէ, ասում է երկինքն էլ էր, երկիրը ստեղծեց, ասում է երկիրը անձև էր և Աստված ձև տվեց, այնտենց էլ մարդուն հող ու փոշի ձև արեց, Աստծու ստեղծածն է, բայց իրանն է, իմը չի։ Եբ է դալնում մերը, ժողովուրդ ջան, եբ ենք մենք ժառանգելու այդ ամենը, Եբ որ ճիշտ որոշում կայացնենք, այսօր օրն է որոշում կայացնելու, այսօր օրն է, որ գիտեք, որոշում ենք կայացրել ապրելու Հիսուս Քրիստոսի հետ, չէ, որոշում ենք, երբ որ ինձ Հիսուս Քրիստոսին ավետարանեցին իմ մոտ, ես Հիսուսին ընդունեցի, բայց մենակ ընդունելը չի, պետք է որոշում կայացնես Հիսուսի հետ ապրես, Հիսուսի հետ ճանապարհ գնաս։ Գիտեք, Հիսուսը չի թողում, կա տեղեր, երբ որ ապաշխարում ես Հիսուսը վերցնում է քո ձեռքից, ու սկսում եք քայլեք մի ճանապարհ, գիտեք, անընդհատ մի երիտասարդ Հիսուսին, երբ որ ապաշխարել էր, անընդհատ պատտում էր հետևն էր նայում, տենում է երկու հատ ոտի հետ կա, գիտեք, ինքը եթում, մի քիչ էլ եթում, մեկ էլ պտտվում, նայում է երկու հատ ոտքի հետ կա, էլի եթում, Հիսուսի ձեռքը բռնած, մեկ էլ էլի պտտվում է, տենում է ոտի հետ կա, մեկ էլ մի քիչ էլ եթում, պտտվում է, տենում է մի հատ ոտի հետ կա, գիտեք, մարդը սարսափի մեջ հանգում ես երիտասարդը, վայ ասում է, ես ոնց եղավ, Հիսուսը ինձի թողեց, գոռում է սրտում բան, մեկ էլ Հիսուսին հանդիպում ասում է Հիսուս ջան, իրար հետ եթում էինք, ինչքան լավ էր, էլի ասում է, հա, պտտվում էի, նայում էի, իմ ու քո ոտի հետքերը գալիս էր, տենում էի, որ իրար հետ եթում էինք, ասում է, բայց եկավ մի պահ, որ ես պտտվեցի, մենակ իմ ոտքի հետքերն էր, քոնը չկար, խեր թողե ինձի։ Գիտեք Հիսուսը ինչ է պատասխանում, ասում է, սիրելիս, էդի քո ոտի հետքերը չէր, էդի իմ ոտի հետքերն էր, դու իմ գրքում էիր։ Դու իմ գրքում էիր, երբ որ ճանապարհ ես անցնում, դժվարություն ալնում, ես քեզ վեկալում եմ իմ գրքի մեջ։ Շատ անգամ գիտենք ճանապարհ ենք անցնում, դժվարություն ենք անցնում, Հիսուսը մեզի թողել է։ Հիսուսը չի թողել մեզի։ Մենք ենք Հիսուսից հեռանում։ Մենք ենք Հիսուսի ձեռը թողում։ Խնդրեմ քուրիկս։ Ղուկաս 15-րդ գլուխ։ Գիշեք մի բեմականություն ցույց տվինք, երբ որ անառակ հոր եւ որդիների, չէ, պատմությունը, ես չեմ ուզում անառակ որդուց խոսամ, ես չեմ ուզում մեծ որդուց խոսամ, ես ուզում եմ հոր մի բառը ասեմ, հոր մի բառը, որ արտահայտվեց, ասեց, հայրն ասաց նրան, որդյակ, դու միշտ ինձ հետ ես եւ ամեն ինչ որ իմն է, դա քոնն է։ Եթե դու այսօր որոշում կայացնես, Հիսուսի հետ լինես Հիսուսի որդին կամ դուստերը, ասում այն ինչ որ իմն է, դա քոնն է։ Այն պատկերը, այն շունչը, այն հոգին, այն մարմինդ, այն սիրտդ, որ բաբախում է, դա քոնն է։ Որտեւ դու իմն ես, երբ որ կանչես ինձ, դա քոնն է։ Ինքը ձեր համար, ինձ համար է ստեղծել։ Մատթեոս 28-րդ գլուխ 16 համարից Հիսուսը իր աշակերտներին ասեց, «Կեթա կսպասեք իմ գալուստին»։
Իսկ 11 աշակերտները գնացին Գալիլեա, այն լեռը, որ Հիսուսը կարգադրել էր նրանց։ Երբ նրան տեսան, երկրպագեցին, բայց ոմանք երկմտեցին։ Հիսուսը մոտեցավ, խոսած նրանց հետ ու ասաց. Ինձի տրվեց ամեն իշխանություն, երկնքում եւ երկրի վրա։ Ալ գնացեք աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտելով Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Ստե երկու գրուպակար։ 16-րդ խոսքի մեջ, տանկի ներողություն, 17-րդ խոսքի մեջ ասում է, երբ նրան տեսան, երկրպագեցին, բայց ոմանք երկմտեցին։ Գիտեք, երկրպագողները այդ են որոշողներն էին, ով որոշել էին Հիսուսի ճամփայտան, Հիսուսի քայլերքով է թային, Հիսուսի հետքերով է թային, բայց այն ոմանք, ասում են, երկմտեցին, իրանք որոշում չկայացին, իրանք հասկացում էին ինչ-որ բաներ։ Եթե այսօր որոշել ես Հիսուսին սիրելիս, քեզի Տեր փրկիչ կանչես, դավանես, ուրեմն որոշիր, որ Հիսուսի հետ մինչև վերջ ճանապարհ եթաս։ Չես կարա Հիսուսին Տեր ասես եկեղեցում, բայց իր այդ ճամփա չեթաս դրսում։ Այստեղ Տեր ասողը այնտեղ ճամփա է այթում։ Ասես գնացեք ամբողջ աշխարհը, աշակերտներ արեցեք Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Երկրպագություն։ Ինչ է երկրպագություն։ Աբրահամը, երբ որ տարավ Իսահակին զոհաբերելու, գիտեք ինչ արտահայտություն արեց։ Աբրահամը իր ծառաներին ասեց. Ես ու որդիս գնում ենք Աստծուն երկրպագելու։ Չասեց գնում ենք զոհաբերելու, ասեց էթում եմ Աստծուն երկրպագելու։ Երկրպագությունը դա Աստծունն է, իսկ մենք բոլորս երկրպագողներն ենք։ Երկրպագությունը Աստծունն է։ Ասում եմ, միայն քո Տեր Աստծուն պիտի երկրպագես Տերը։ Միայն քո Տեր Աստծուն պիտի երկրպագես։ Սատանային ասեց, գրված է, որ միայն քո Տեր Աստծուն պիտի երկրպագես։ Այսօր սիրում ենք մայկեք հագնենք սատանայի գլխերով։ Մենք չէ, աշխարհը։ Այսօր սիրում են նակոլկեքով, այսօր սիրում են բիքլ այսենց պիղծ բաներ, հայտության 13-րդ գլխում գրած է, ասում անգամ գազանի պատկերին են երկրպագելու, այսօր մայկեքի վրա մի հատ նշաններ են անում, սատանայական նշաններ են անում, ու մարդիկ սկսում են դրա համար իրար գլուխ պոկել, սկսում են երկրպագել, ասում է պատկերին, գազանի պատկերին նշաններ են անում, սատանայական նշաններ, ու մարդիկ սկսում են գժվել դրա վրա։ Սատանան, իլավ հայտնեցն, սատանան գիտի ինչ է երկրպագություն, սատանան շատ լավ գիտի, ինքը երկրպագողների ավակն է եղել, ինքը կայնում էր Աստծու առաջ և երկրպագություն էր անում Տիրոջը, փառաբանում էր Տիրոջը, բայց գիտեք, երբ որ ինքը իր սրտում ցանկացավ ինքը Աստծու տեղ դնել, ասեց ես իմ մաթոռը կբարձրացնեմ Տիրոջ գահի, կողքը կդնեմ, կնստեմ, չէ, Աստվածների խորհրդի մեջ, երբ որ ինքը խապեց ևս մեկ երրորդ հրեշտակներին իր այդ խապեց, գցեց, երկրպագության տեղը ազատ մնաց և Աստված ստեղծել է ձեզ, որ դուք այդ երկրպագություն անեք, այդ երկրպագությունը դուք պետք է անեք, դրա համար պետք է կայացնեք ճիշտ որոշում։ Գիտես երես, Աստված չի խառնվում մեր ընտրության մեջ, մեր որոշումների մեջ ինքը չի խառնվում, ինքը որոշեց, որ մենք լինենք արու և եք, բայց մնացած որոշումը մերն է, մնանք արու եք,
կամ մնանք հավատարիմ Հիսուսին։ Որտեղ ասեց ինձ ա տված ամբողջ իշխանությունը երկնքում թե երկրի վրա։ Մարդուն էլ չի տա։ Մարդու մի անգամ տվեց իշխանություն, հենց սկզբանե Ադամին։ Ու շատ թանկ անգին գնով գնվավ։ Ինչ որ վատնել էր մարդը։ Սիրելիս, բալանին քո ձեռքում է։ Քո օրդությունը որոշմանդ մեջ է։ Երբ որ որոշումդ կայացնում ես, Աստված աշխարհի դուռը փակում է, երկնքի դուռը բացում է։ Մալաքիայի 3:10 գլուխ, զոհաբերություն չեմ խոսում, ասում է մեկ տեղն է, որ եկեք ինձի փորձեք։ Երբ որ որոշումը ճիշտ կայացնում ես, Աստված աշխարհի դուռը փակում է քեզ համար, երկնքի դռներն ու պատուհանները բացում է, դու պատրաստ ես ընդունելու։ Գիտեք, ասում է, այնքան հարստություն տվեց Սողոմոնին, Աստծո հարստությունը տված է, չեն կարա պատկերացնենք։ Սիրելի եկեղեցի, ես հավատում եմ, այսօր ճիշտ որոշում կայացնենք սաղս։ Ես կխնդրեմ, եկեք կանգնենք։ Դանիել առաջի գլուխ, 8-րդ խոսք։ Ասում է Դանիելը իր սրտում որոշեց, որ իրեն չպղծի թագավորի կերակուրով և նրա խմած գինիով և ներքինապետին խնդրեց, որ թույլ տա դրանցով իրեն չպղծի։ Դանիել ասում է իր սրտում, ոչ թե լեզվով, այլ իր սրտում, այսի շատ կարևորն է։ Որ դու քո սրտում որոշում կայացնես ու քեզի չպղծես այս աշխարհով։ Հովհաննեսի թղթերի մեջ Հովհաննեսը մի հետարքիր բան ասում մի սիրեք այս աշխարհը եւ ինչ որ աշխարհի մեջ կա, այդ ամենը պղծություն է։ Գիտեք, երբ որ ընդունում ես Հիսուսին, դու կարաս այդ ամենը օգտագործես ի օգուտ քեզ, ի օգուտ ինձ, ի օգուտ մնացածին։ Զաքեոսը մաքսապետ էր, հարուստ էր։ Երբ որ Զաքեոսը հանդիպավ Տիրոջը, ասեց ես էլ չեմ ուզում սրբատեմ սրան նրան, հերիք է։ Բարթեմեոսը կույր էր, երբ որ հանդիպավ Տիրոջը, ասեց ես էլ չեմ ուզում կույր ելնեմ, ես որոշել եմ, կույր ելնի պիտի Հիսուսի հետևից եթամ։ Նա իա կույր հալով Հիսուսին կանգնացրեց։ Զաքեոսը իա կարճա մետրած հասակով բարձացավ այդ փշոտ ծառեր, թզենի ծառեր, բարձացավ դրա վրա, Հիսուսին կանգնացրեց, որոշում կայացրեց։ Արյունահոս կինը, որ 12 տարի արյունահոսում էր, որոշում կայացրեց։ Երբ որ հպվեմ Իաշորից, ես բժշկված կլնեմ։ Գիտեք, գրած է, որ ինքը հետևում էր իրան, հետո ինքը հետևում էր Հիսուսին։ Պետրոսը ու Անդրեասը, Հակոբոսը, Հովհաննեսը, Մաթեոսը, Թովմասը, Փիլիփոսը, Ալփեոսի որդիները, Հակոբոսը եւ Ղեբեոսը, Հուդան եւ Սիմոն կանանացին, իրան բոլորը իրան սրտում որոշեցին, որ պիտի հետևեն Հիսուսին։ Կար եւս մեկը, որ էլի տրտմեց, որ իր որոշումը չկայացրեց, դա Հուդան էր, Իսկարովտացի։ Ինքը որոշեց մնա աշխարհ։ Այսօր պատրաստ ես որոշում ընդունելու։ Այսօր պատրաստ ես քո սրտում որոշում կայացնես։ Գիտեք,
Հիսուսը սպասում է այդ որոշմանը, որ ինքը մտնի քո սրտի մեջ։ Շատ անգամ ասում ենք, ուզում ենք Հիսուսի հետ ապրենք, ուզում ենք Հիսուսի հետ ապրենք, Հիսուսն ասում է կանգնած եմ քո սրտի դռանը առաջ եւ թակում եմ, անդադար թակում եմ։ Գիտեք, Հիսուսը թակում է, բայց մենք դուռը չենք բացում, որովհետեւ մենք սիրում ենք Հիսուսի հետ ապրել, բայց առանց Հիսուսի։ Մենք սիրում ենք բերանով Հիսուսի հետ ապրենք, բայց սրտով առանց Հիսուսի։ Հիսուս ասում է, բացի գամ, քո հետ խնջույք անեմ, ընթրիք անեմ քո հետ։ Գիտեք, շատ ցավալի խոսքեր է այս Հայտության 3:20 համարը։ Դուրս եկալի մենք հավատացյալներով Հիսուսին հանել ենք եկեղեցուց, ապրում ենք առանց Հիսուսի։ Հիսուսը չի ասում այդ խոսքերը։ Բաց արա դուռը։ Ի նկատի ունի մեր սրտի դուռը։ Ասում է բաց արա դուռը, բաց արա գամ մտնեմ իրար հետ ապրենք։ Ես հավատում եմ, որ սրա որոշումը կայացնենք, ես է ձեր հետ։ Եկեք աղոթենք ժողովուրդ ջան։ Սիրելի Հայր, այսօր որոշում ենք կայացնում Տեր։ Եթե մինչև այսօրս ապրել ենք առանց քեզ, քո տան մեջ, քեզանից հեռու, խաբնված, այսօր որոշում ենք կայացնում Տեր, բացենք մեր սրտի դուռը, որ գաս իրար հետ խնջույք անենք։ Այսօր ապրել ենք Տեր, մեր ցանկություններով, այսօր ապրել ենք մեր ուզածով, մեր քայլերով, մեր ձևերով Տեր։ Բայց այսօր հասկացանք, որ այնինչ կա, այնինչ մենք ունենք, դա մերը չի, դա ամբողջը քոնն է, թե մեր պատկերը, թե շունչը, թե հոգին, թե մեր մարմինը, այդ ամբողջը քոնն է։ Սիրելի Հիսուս, դու ասիր ամբողջը քեզ է տրված իշխանությունը երկրում եւ երկրի վրա։ Այսօր մենք որոշում ենք կայացնում, որ դու մեր Տերն ու Փրկիչն ես։ Արիր մեր սրտի մեջ, արիր եւ բնակվիր, դու եղիր միակ թագավորը, դու եղիր միակ Տերը, դու եղիր մեր Փրկիչը, մենք քեզ ենք կանչում, քո կարիքը ունենք եւ ապաշխարում ենք եւ զղջում ենք մեր արածների համար, որ թողել ենք այն պատվիրանները, այն օրենքները, այն խրատները, մենք ապաշխարում ենք այն ծաղրանքը, այն կատակները, որ անհաճելիություն է բերում քո երեսի առաջին, մենք ապաշխարում ենք եւ ասում ենք ներիր մեզի հավատում եմ քո ողորմությանը, հավատում եմ քո սիրուն, հավատում եմ, որ դու ներող Աստված ես, սիրող Աստված ես եւ ամեն բան քո ձեռքերի մեջ է, խոնարհվում եմ քո մեծությանդ առաջ, քո գահիդ առաջ, դու փառավորվես, դու մեծարվես, Հայր Որդի եւ Սուրբ Հոգի, ալելույա, ամեն։ Աստված օրհնի ժողովուրդ ջան, մի հարց ունեմ, օրհնված ես, Տերը շատ օրհնի, կա մեկը, որ առաջ անգամ է նման եկեղեցում,